Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ այս պահին սովորաբար ունենում ենք հյուր տաղավարում։ Մինչեւ մեր հյուրին ներկայացնելը ուզում եմ մեջ բերել մի շատ գեղեցիկ իմաստուն խոսքեր։ Երվանդ Քոչարն ասում էր, Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ միակ հույսը հենց ժամանակն է։ Այս խոսքերը հաճախ սիրում է մեջ բերել նրա թորնուհին, նրա ժառանգության պահպանողը, թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն է մեր հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե, Երվանդ Քոչարը ժամանակը գնահատում էր եւ դա բնորոշ է յուրաքանչյուր արվեստագետին, բայց իր մասին, իր ժառանգության մասին եւ իր շուրջ խոսելու ժամանակը երբեք չի կորցնում իր արդիականությունը եւ հատկապես երբ որ կա առիթ, իսկ առիթը շատ սպասված է, որքան գիտեմ տարիներ շարունակ, եթե հաշվի առնենք, որ Երվանդ Քոչարը կյանքից հեռացել է 1979 թվականին, իսկ ապրել եւ ստեղծագործել է կյանքի մի մասը Թբիլիսիում, միշտ եղել է ցանկություն այնտեղ նշանավորել նրա ներկայությունը։ Եվ վերջերս օրեր առաջ դա հաջողվեց։ Կխնդրեի պատմել ինչպես եղավ եւ ինչպես հանգուցալուծվեց այդ խնդիրը։ Դուք շատ ճիշտ նշեցիք բոլոր այդ տվյալները, որ տեղի ունեցան այս վերջի մի քանի, կարելի ասել, օրերի ընթացքում, բայց այս իրադարձությունը իրականում տրամաբանական շարունակությունն էր անցած տարի սկիզբ առած շատ աննախադեպ եւ յուրահատուկ հրաշալի միջոցառումների, որոնք սկիզբ դրվեցին արվեստագետի ծննդյան 125-ամյա Օբելյանը նշանավորելու համար, եւ այս առաջարկը Թանգարանը առաջարկեց Օբելյանական հանձնաժողովի նիստին, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց եւ հրահանգվեց զբաղվել։ Իրականում մենք շատ վաղուց էինք փորձում իրականացնել այս ձեռնարկը, որովհետև դա իմ տատիկի Թանգարանի հիմնադիր տնօրենի մեծ երազանքներ, իմ հայրիկի մեծ երազանքներ, Քոչարի որդու եւ իրականում շատ տարբեր մարդկանց միջոցով, հիմնարկությունների միջոցով փորձում էինք սա իրականացնել, բայց ինչ պատճառներով դա չէր ստացվում։ Եվ այդ հրահանգից հետո մենք իհարկե տրամադրեցինք տարբեր փաստաթղթեր, վկայություններ Քոչարի այդ տանը բնակվելու մասին, նամակներ եւ այլն, եւ մոտ 1 տարի տևած աշխատանքներից հետո այնտեղ տարբեր հաստատումներ պետք է տեղ ունենան քաղաքային իշխանությունների հետ կապված, օրեր առաջ եղավ այդ արդեն զանգը, որ մենք ձեզ սպասում ենք Թբիլիսիում, ամսի 18-ին պետք է տեղադրվի հուշատախտակը։ Եվ անչափ մեծ էր մեր ոգևորությունը, մենք մեկնեցինք եւ այն շատ մեծ պատվով եւ գեղեցիկ ձևով տեղադրվեց եւ գիտեք, կարծում եմ սա այս արվեստագետի հանդեպ մեծարման եւ նրան հարգանքի турքի մատուցման մի շատ գեղեցիկ քայլ էր, իրականում մի նշանավորում հենց հայ-վրացական բազմամյա հոգեվոր մշակութային կապերի փաստման եւ զարգացման, եւ ինչպես դուք նշեցիք, ես իսկապես շատ հաճախ եմ մեջբերում այդ խոսքերը, որ Քոչարը ասել էր իմ հույսը ժամանակի վրա է, իրականում մենք հիմա ամեն նման մի իրադարձություն մոտեցնում է այդ ժամանակը եւ մենք անասելի շնորհակալ ենք բոլոր նրանց, ում ջանքերով դա իրականություն է դառնում։ Դա իհարկե մեր մշակույթի նախարարությունն էր, որ մեր կողքին է մշտապես եւ ամենակարևոր պահերին արտաքին գործերի նախարարություններ Վրաստանում, Հայաստանի դեսպանությունը եւ իհարկե Թիֆլիսի քաղաքային իշխանությունները, առանց որոնց համաձայնության դա երբեք տեղի չէր ունենա, բայց նրանք եւս շատ մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ դա իրականացրեցին, մենք դրա ականատեսը եղանք։ Իսկ ինչ վերաբերում է Թիֆլիսին, իհարկե Քոչարը այնտեղ ծնվել է, այնտեղ անցել է նրա մանկությունը, պատանեկությունը, այնտեղ է նա կրթություն ստացել, առաջին անգամ ստեղծագործել, այնտեղ էին դրա սիրելի ուսուցիչները, այնտեղ է վայելել առաջին ցուցահանդեսի պատճառած հաջողության այդ զգացումը, այդ բերկրանքը եւ այնտեղ է եղել նրա առաջին սերը իրականում։ Եվ ինչպես վկայություններն են ցույց տալիս, մեր Թանգարանի արխիվում պահվող կապը Թիֆլիսի հետ նրան հետ եղել է մինչև կյանքի վերջը ուղեկցել է։ Շատ բազմաթիվ վկայություններ կան
Քոչարի վրացի ընկերների եւ մտերիմների հետ առնչությունների մասին, դրանք շատ նշանավոր արվեստագետներ են, ինչպես ասենք Լադո Գուդյաշվիլին, Դավիթ Կակաբաձեն, Ելենա Ախլեդյանին, հայերից Օսեփ Կարալյանը, Բաշբյուկ Մելիքյանը եւ շատերը, եւ այս վկայությունները փաստում են, որ նրանք ոչ միայն եղել են Քոչարի ժամանակակիցները, այլև նրա մտերիմ ընկերներն էին եւ նրա արվեստի երկրպագուները։ Եվ հիմա մենք ճիշտ ասած հույս ունենք մի նոր նախագիծ մշակել եւ շարունակել այս տեղի ունեցած արդեն համագործակցությունը։ Իհարկե դուք շատ լավ ներկայացրեցիք, թե ինչպես անցավ այդ գործընթացը, ինչպես հասավ իր հանգուցալուծման, բայց հետաքրքիր այդ մթնոլորտի միջավայրի տրամադրությունը ինչպիսին էր եւ արդյոք ներկա էին ժամանակակից արվեստագետներ, խոսքը վրացիների մասին է, քանի որ հայկական կողմը բնականաբար պատվիրակությունը շատ ներկայացուցչական էր եւ բացի արարողակարգային այդ պարտադիր արարողությունից զգացիք, որ իսկապես վրացական կողմը նշանավորել, կարևորել, արժևորել է այդ երևույթը ու շատախտակի բացումը։ Գիտեք ինչ, հայ ներկայությունը վրացական իրականության։ Գիտեք ինչ, ես կարծում եմ դա կարող էր մի քիչ ավելի շատ լինել այդ ձեր նշած մարդկանց արկայությունը, բայց հանդեպս ներկա էին Քոչարի հարազատները, ովքեր շատ տպարտության եւ բերկրանքի զգացումներ ապրեցին բոլորը, ներկա էին իրենց քաղաքային իշխանությունների շատ կարկառուն ներկայացուցիչներ, պատգամավորներ, որ ասեմ արվեստային միջավայրի ինչ-որ կայություններ կային, ես նրանց կամ չեմ ճանաչում, կամ չտեսա, բայց համենայն դեպս շատ զգացվում էր այդ արժևորման շունչը եւ ես ոչինչ չեմ չափազանցնում, մենք շատ պատվավոր եւ հպարտանալու զգացողություններ ենք ապրել եւ ցուցատախտակի վրա էլ, հուշատախտակի վրա էլ նշված է հայ նկարիչ քանակագործ Երվանդ Քոչար, այսինքն այդ հայ անունը նրանք պահպանել են, ինչը էլի մեծ կարծում եմ ձեռքբերում է։ Մեր իրականության մեջ այո, տեքստերը համաձայնացվել էր եւ ոչ միայն մեզ հետ, նաեւ իրենց հետ, այսինքն եւ այդ ուսատախտակը ձեռնարկվել եւ իրականացվել էր բացառապես Թիֆլիսի քաղաքային իշխանությունների կողմից։ Մեր կողմը ներկայացրել էր առաջարկը, որը հաստատվել էր եւ հավանության էր արժանացել եւ մնացյալ բոլոր գործողությունները տարաղոկարգային արվել էր իրենց կողմից։ Ամեն դեպքում կարճ ճանապարհ չի անցել գործընթացը եւ ի ուրախություն բոլորիս լավ է որ հասավ իր նպատակին։ Կարճ չէր նաեւ այն ժամանակահատվածը, որ վարպետը ապրել է Վրաստանում, դա 1899 թվականից 1922 թվականը շուրջ 23 տարի Եվ հետաքրքիր այստեղ մի փոքր ստեղծագործական կուզենայի պես վերլուծություն ընդհանրապես վարպետի կենսագրությունը 3 մասի է բաժանվում հիմնական Վրաստան, Փարիզ, Ֆրանսիա եւ Հայաստան։ Եվ այդ երկարատև շուրջ 100 դար, ընդհանրապես իր արվեստում վրացական մշակույթի ազդեցությունը նկատելի է ըստ ձեզ։ Ես կներեիք, բայց պիտի մի քիչ անդրադարձանեմ նախորդ հարցին, որտեվ նոր հիշեցի այդ բաները, ուրեմն այդպես էր ստացվել, սա ոչ մի այդպես պաշտոնական բանում չի նշվում, բայց այդպես էր, որ այդ հուշատախտակի ամրացումից անմիջապես այդ արարողությունից մյուս օրը Վրաստան էր այցելել Հայաստանի նախագահը։ Եվ մենք շատ մեծ զարմանք էինք ապրում, որովհետև տեղյակ չէինք դրա մասին։ Զուգադիպել էր։ Ես հետո հասկացա, որ դա նաև այդպես էր կազմակերպվել իրականում, բայց այնպես էր, որ ասենք մի հատ այգում ենք հանկարծ տեսում ենք Հայաստանի հիմնը, այսինքն դրանք ինչ-որ փորձ էին կատարում դիմավորելու։ Ամբողջ այդ քաղաքի կենտրոնական փողոցներում հայկական դրոշակներ էին։ Որտենց շատ անգամ այդ Ավտոշարասյանը հանդիպեցինք Հայաստանի նախագահի դիմավորելու, այտենց բավականին անսպասելի էր։ Նաև հաճելի էր, այդպես էին արել։ Հիմա անդրադառնամ ձեր երկրորդ հարցին։ Իհարկե, ես ինչպես նշեցի, Թիֆլիսը շատ կարևոր նշանակություն է ունեցել Քոչարի կյանքում, քանի որ գիտեք նրա այդ ստեղծագործական ընթացքը կարծես ձևավորվել է, երբ Անդրկովկասում
դեռևս իշխում էր Փաշինջյանի եւ Գաբրիաշվիլու գերվեստական հայացքներն էին իշխում, բայց դեռևս շատերն էին անծանոթ հետագայում նշանավոր դարձած նաիվիստներ Նիկո Պիրոսմանի ստեղծագործություններին կամ Վանո Խոջաբեկյանի եւ անխոս այդ հավլաբարի ոսկերիչների արկայությունը կաշեգործների, բրուտների եւ ընդհանրապես այդ արհեստավորների միջավայրը Թիֆլիսի այդ գունեղ իրականությունը, արևելյան ճոխ շուկաները եւ կուրգետի վրա գծված կամուրջները, Թիֆլիսյան այդ եկեղեցիների գմբեթները չէին կարող անդրադարձ չունենալ մարդու ձևավորման, ճաշակի ձևավորման վրա եւ Քոչարի ինչպես վկայում են ռեստի քննադատները, նրա վաղ շրջանի գործերը շատ աչքի են ընկնում գարվեստական արտահայտչամիջոցների շատ հետաքրքիր պլաստիկայով, որը իրականում այդքան էլ բնորոշ չի, ոչ թե բնորոշ չի, շատ զարմացնում է, որ մոտապես 18-19 տարեկան հասակում կարելի է նման ձիրք ունենալ եւ Քոչարը ինքը բավականին աշխատել է իր աշխարհայացքի ձևավորման, իր ինտելեկտուալ կերպարի ձևավորման վրա եւ այդպիսի մի ժամանակակիցների հուշերում կա, որ 20 տարեկանում նա արդեն Քոչար էր եւ մարտահրավեր է նետել ժամանակի նշանավոր այդպես բոլոր նրանց, ովքեր կցանկանային իր հետ բանավիճել, այդպիսի մի կարգախոս էր փակցված ինչ-որ տարբեր տեղերում դպրոցում եւ այլն։ Իրականում Քոչարը սովորել է նաեւ Ներսիսյան դպրոցն է ավարտել, որը մենք գիտենք ինչ հայտնի եւ բարձր որակյալ ուսում էր տալիս եւ նաեւ հայտնի էր իր հայրենասիրական զգացումներ առաջացնելու եւ դաստիարակելու ունակությամբ միևնույն ժամանակ հաճախել է քանդակի եւ գեղանկարչության դպրոց, ջութակի դասերի եւ այս ամենը ձևավորել է նրան բազմակողմանի զարգացումը։ Իսկ հետագայում այդպես 19 թվականին մեկնել է Մոսկվա, մի տարի սովորելուց հետո էլի վերադարձել Թիֆլիս եւ պատկերացրեք, որ նշանակվել է Գեղարվեստի ակադեմիայում պրոֆեսոր, չնայած ընդամենը 21 տարեկան էր։ Այսպես Իսկ եւ հետո եղան այդ երեք շրջանները Թիֆլիսյան, Փարիզյան եւ Երևանյան, որոնցից ամեն մեկը ունի իր առանձին նկարագիրը, առանձին նկարչական հետաքրքրությունները, առանձին գունային այդ գունապնակը եւ այսօր երբ թանգարան են այցելում, իրականում երբեմն զարմանում են, որ այս ամբողջ բոլոր աշխատանքները մեկ արվեստագետի ստեղծագործություն են։ Որում բազմաժանր Չեն հավատում, որ մի հոգին ի վիճակի նման ձևով փոփոխվելու, զարգանալու։ Վրացական Վրաստանի թեման ամփոփելով անդրադարձ անենք անմիջապես, այսինքն այդ հուշատախտակի թեման շարունակենք նաև Փարիզի կամ Ֆրանսիայի համատեքստում կա նման ծրագիր նաև այնտեղ բացելու հուշատախտակ եւ նույնպես նշանավորելու կա, որովհետեւ այդ նույն ասում եմ բանի ժամանակ հոբելյանական նիստի մենք երկու առաջարկ տվեցինք եւ ոչ թե ընդհանրապես երկու, այլ հուշատախտակների հետ կապված երկու եւ Փարիզում տեղադրել եւ Թիֆլիսում։ Թիֆլիսին ինչպես տեսանք 1 տարվա ընթացքում իրականացավ, Փարիզինը իրականում էլի շատ արագ գնացին բոլոր աշխատանքները, դրանով սկսեց զբաղվել այն ժամանակ դեռ Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը եւ բոլոր այդ էլի համաձայնությունները ձեռք բերված են, ինչ պետք է լինի քարի վրա որագրված, նույնպես համաձայնեցված, այսինքն բոլոր ստադիաները ընդհանրակարգային անցել է եւ այժմ մեզ մնում է միայն ստանալ օրը, թե երբ պետք է այն փակցվի։ Բայց քանի որ Ֆրանսիայում ինչ-որ ընտրությունների ընտրական ժամանակահատված է, ինչ-որ որոշ հետաձգումներ լինում են եւ ես մեր դեսպանատնից, որոնց հետ էլի անչափ շնորհակալ եմ եւ շատ լավ համագործակցային ծրագրեր են իրականացնում եւ նրանք մշտապես հետեւում են այս հետեւողական են այս հուշատախտակի փակցման ուրեմն գործընթացին, սպասում ենք արձագանքի։ Քանի որ աշխարհագրությունը ստեղծագործական կյանքի վարպետի բավականին ընդարձակ է, մենք նշում ենք 3 ուղղություն, 3 այսպես լոկացիաներ, բայց ամեն դեպքում դրանք շատ ավելի շատ են, ինչ է կարծում որպես ոչ միայն ժառանգ, այլև մասնագետ,
ըստ արժանվույն գնահատվել է Քոչարը, քանի որ ոչ միայն արվեստագետ էր, որ ուներ իր ուրույն ոճը ձեռագիր, այլև նոր ուղղության հիմնադիր էր եւ առհասարակ ժամանակակից այդ մոդեռնիզմի իր նաեւ այլ, այսպես ասած, վրցնակիցների շրջանում ըստ արժանվույն գնահատվել է իր կյանքի օրոք եւ յետմահու։ Գիտեք, այստեղ գալիս է անպայման հիշատակելու այն խորհրդային շրջանը, որտեղ նա վերադարձավ 1936 թվականին եւ դրանով է պայմանավորված այն ինֆորմացիոն անդունդը, որ այսօր գոյություն ունի։ Ցավոք նա վերադարձավ, ցավոք եմ ասում, ոմանք ասեն իհարկե շատ ուրախություն մեզ եւ դե երկուսն էլ իրականն են, իրական կարելի է բոլոր ասպեկտներով բացատրել եւ ապացուցել երկու արգումենտներ։ Իրեն սպասում կվերադառնար։ Նա չգիտեր ինչ է իրեն սպասվում, մենք ենթադրում ենք որ չգիտեր, բայց նաեւ մոտ 14 տարի չէր տեսել ընտանիքին եւ մշտապես իր նամակները ընթերցելուց կամ նայելուց հասկանում ենք, որ անդադ արդարանում էր, ասելով, որ այս ցուցահանդեսն էլ կբացեմ կգամ, այս հոդվածն էլ տպագրվի կգամ, այս իրադարձությունն էլ իմ կյանքում լինի, անպայման կգամ, ու այսպես խոստումներ ու այդ թվականներին 36 թվականին արդեն Եվրոպայով մեկ թևածում էր այդ պատերազմի շունչը եւ տարբեր նկարիչներ մեկնում էին Ֆրանսիայից, ոմանք տեղափոխվեցին Ամերիկա, ոմանք ուրիշ իրենց հարազատ վայրեր եւ Քոչարը որոշեց վերադառնալ խորհրդային Հայաստան նախ տեսնելու իր ընտանիքը, հետագայում էլ չգիտեմ ինչ ակնկալիքներով, բայց հավանաբար նաեւ իր նոր արվեստի այս ոճը տարածելու եւ ռոպագանդելու համար եւս որտեվ կան վկայություններ, որ իրեն խնդրում էին գալ եւ դա իրականացնել, բայց երբ հայտնվեց խորհրդային երկրում, նախ գնացել էր Թիֆլիս, քանի որ ասեցի իր ընտանիքին հանդիպելու, այնտեղ իրեն չընդունեցին նկարիչների միության շարքերը եւ եկավ Հայաստան, որտեղ ընդունվեց եւ մնաց Հայաստանում։ Եվ Փարիզում թողել էր իր սիրելի կնոջը Մելինեին, որի այդ ցավը, ճիշտ ասած, իրեն ուղեկցեց շատ երկար ժամանակ։ Ես էսա կանդրադառնամ մի քիչ դժվար է կան շատ ինֆորմացիա, որ շատ դժվար է տեղավորել ձեր հարցի մեջ, բայց այդ ու վերադարձից հետո իրեն շատ դժվար էր ինտեգրվել այս իրականություն, բայց համենայնդեպս կրկնեմ, որ ինքս կրթություն էր ստացել Ներսիսյան դպրոցում ու երբ հասկանում էր, որ ընդհանրապես ազգերին ոչնչացնում են, երբ իրենց կտրում են իրենց մշակութային հոգևոր արմատներից եւ այս հայտնվելով այս սարսափելի հասարակարգում, որ կեղծիք էր իշխում մատնություն, կեղծավորություն, սարսափելի հարաբերություններ միջազգային եւ ընդհանրապես նա իր այս Երևանյան շրջանի արվեստը, այսպես ենք ասում, նվիրեց այն հերոսներին, այն կերպարներին, որոնք հավերժ են մեր իրականության համար, մեր պատմության համար, մեր պատմական ազգային հիշողության համար եւ մշտապես պետք է փորձեն վերածնել մեր ազգային ինքնագիտակցությունը։ Եվ եթե տեսնենք այն շարքը ստեղծագործությունների, որ նա իրականացրել է, դրանք բոլորը նա չէր կարող տուրք տալ ժամանակի ոգուն եւ նկարել պահանջվող ուրեմն տիպաժների կամ մոտեցումներով եւ դիմեց այս հնարքին անդրադառնալ պատմական հավերժ կերպարների։ Կա Տիգրան Մեծի դիմանկարը, Կերտեց Ասունցի Դավիթ, Վարդան Մամիկոնյան, բազմաթիվ են մեր նշանավոր գրողներին անդրադարձները, Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս եւ այլն, եւ նաեւ ստեղծեց ստեղծագործություններ, որոնք հազանգում են նաեւ մեր սպասվող ապագայի տեխնոլոգիական առաջընթացից առաջացող խնդիրների մասին եւ շատ լայն են բազմակողմանի եւ բազմաշերտ է նրա արվեստը իրականում։ Ասունցի Դավիթ ասացիք եւ ես երբ որ կարդացի կենսագրության մեջ այդ հատվածը, անմիջապես մտածեցի, որքան անկոտրուն կամքի տեր մարդ է եղել, որովհետեւ շատ ավելի վաղ է սկսվել Ասունցի Դավիթ արձանի, այսպես ասած, նախագիծը, մինչեւ որ մենք տեսանք մեր իրականության մեջ, երևի 39 թվականից մինչեւ 59-ին կարծեմ 59-ին տեղադրվել է, 57-ին պատվերն է եղել եւ իրականացվել է, պատրաստ է եղել արդեն 57-ին։ Չի կոտրվել, չի հիասթափվել։ Եվ այդ շատ տարօրինակ, ոչ թե տարօրինակ, շատ զարմանալի եւ ուրախալի է կարդալ եւ ճիշտ ասած ինձ համար մեր
մեր ընտանիքի համար շատ այդպեսին է եղել դիրքորոշումը, որ ցանկացած ծանր շրջափուլում մեր կյանքի պետք է գտնել այն լուսավոր կետը, այն ուղին, այն փոքրիկ լույսը, որ առկայծում են ջուր հեռվում, կամ եթե չի առկայծում, ու ձգտել հավատալ դրան, որովհետև դա անպայման լինելու է, փոխվելու է ամեն ինչ, բայց այդ հույսը եւ դեպի ապագան տանող ճանապարհը պետք է վարպայել։ Դա հենց իր խոսքերում կա, որ այդ ռումբերը, զենքերը, այս հրանոթները եւ ռումբերի պայթյունը անցողիկ են, իսկ արվեստը մշտենջենական։ Եվ այդ գեղեցիկի հանդեպ հակումով եւ հույսով պետք է շարունակել ապրել եւ ստեղծագործել։ Ինքը կարծում եմ այդպես էլ արեց։ Եվ կա անգամ բանտից մի հիշողություն, իրականում իրեն 1941 թվականին բանտարկել են եւ ազատության է վերադարձել 43 թվականին, երբ այդպես էլ իրեն մեղադրանք չի առաջադրվել, ուղղակի բանտում պահել են շատ սիստեմատիկ ճնշել եւ այլն։ Եվ բայց անգամ այդ պայմաններում կա մի հիշատակություն, որ ինքը գրել է, որ բանտախցում մի մարդ կար, որ կոճակներ էր հավաքում, տարբեր գունավոր ու կարում էր իր վերնաշապիկի փեշին, ասում է ես հասկացա, որ անգամ այս սարսափելի պայմաններում մարդը չի կորցնում ինչ-որ գեղեցիկի հանդեպ էսթետիկ ստեղծագործելու հանդեպ էսթետիկ հաճույք ստանալու ցանկությունը, չի լքում նրան։ Վերադառնալով հարցին, այսօր եվրոպացիները լավ, եթե ոչ լայն ու հասարակությունը կամ պարզապես սիրողական շրջաներում, եթե ոչ, ապա մասնագիտական շրջանակներում հայտնի է Քոչար, ճանաչում են, ընդունում են, մեծանում են։ Ես այսպեսի մի հետաքրքիր բան ասեմ, որ էլի կապված է այդ ասույթի հետ, համարյա մարգարեական դարձած, որ այդ իմ հույսը ժամանակի վրա իրական անցած տարի եղավ երկու շատ կարևոր իրադարձություն։ Առաջինը Պիկասոյի թանգարանում բացվեց մի ցուցահանդես, որում ընդգրկված էր Քոչարի ստեղծագործությունը, Պոմպիդու կենտրոնին պատկանող Փարիզի։ Սա անասելի մեծ առաջընթաց էր եւ հետաքրքիր իրադարձություն իր ճակատագրում այդ արվեստաբանական արվեստագետ ներկայացվել էր այդ թանգարանում։ Իհարկե, շատ եւ այս ցուցահանդեսին նույնպես մոտ 12 նշանավոր համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ էին ներկայացված։ Դա մի քիչ երկար այդպես մեկնաբանման կարիք ունի, բայց ես շատ կարճ կփորձեմ Քոչարի Փարիզյան շրջանի կոլեկցիոներ եւ մեցենատ Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված ցուցադրություն էր եւ նա շատ հայտնի եւ այսպես մարդ լինելով հայտնի հավաքորդ դիմել էր իրեն շատ հոգեհարազատ 12 նկարիչների, որպեսզի ձևավորեն իր բնակարանը։ Եվ Պիկասոյի թանգարանում Փարիզի փորձել էին վերաստեղծել այդ միջավայրը, այդ բնակարանի գտնել այն բոլոր նկարները, որոնցով ձևավորվել էր բնակարանը եւ այնտեղ ներկայացված են եւ Գրիսը, եւ Պիկաբյանը, Վերբինը, եւ Կիրիկոն, եւ Պիկասոն, եւ շատերը, եւ նաեւ Երվանդ Քոչարը։ Քանի որ նա նույնպես մասնակցել է, նույնպես նրա ստեղծագործությունները գտնվել են Ռոզենբերգի բնակարանում, եւ անչափ մեծ հպարտություն էր հենց առաջին սկսրահում տեսնել Քոչարի ստեղծագործությունը եւ նաեւ նշեմ, որ այդ օրերին լույս տեսած բոլոր թերթերը եւ ինտերնետային եւ թղթային տարբերակով առաջին էջերին այդ սրահի լուսանկարներ։ Դա մեզ շատ զարմացրեց եւ իհարկե ուրախացրեց, բայց հաջորդ իրադարձությունը դա Փարիզի Պոմպիդու կենտրոնում արդեն նոյեմբեր ամսին Քոչարին այդպես հարգանքի տուրքի երեկոն էր, որ կազմակերպվեց կենտրոնի նախագահի Լորեն Լաբոնի մասնակցությամբ եւ աջակցությամբ ոչ հայերի նախաձեռնությամբ նաեւ ինչպես նշեցի Հասմիկ Տոլմաջյանի մեր դեսպանի ջանքերով, բայց չէր կարող դա արդյունք տալ, եթե չլիներ պրեզիդենտի չափազանց բարձր արժևորումը Քոչարի արվեստի։ Ուղղակի կարողացան անպայման գտնել այն օրը, որ անպայման այդ հարգանքի տուրքի երեկոն կազմակերպվի եւ անչափ էլի հպարտ զգացումներ ապրեցինք, երբ այդ մարդը շատ հետաքրքիր վերլուծությամբ ներկայացրեց Քոչարի արվեստը եւ անձնական շփումներում էլի ասել էր, որ Քոչարը ոչ մեկի նման չի, նա շատ բացառիկ, յուրահատուկ եւ անչափ կարեւոր անձնավորություն է համաշխարհային կերպարվեստում։ Եվ նաեւ մենք ունենք մի այլ արվեստաբանի վկայություն, նույնպես ֆրանսիացի, եւ այդ հարցազրույցը մենք նկարահանել ենք թանգարանում, ով այդ բոլոր կատալոգների նաև առաջաբաներ եղանակներ եւ Պիկասոյի թանգարանի եւ մեր կողմից լույս տեսած ալբոմի
Նա ասաց գիտեք թվում է թե Քոչարը անհայտ է այսօր թվում է թե կորած է այդ անունը, բայց բավական է աչքի անցկացնել 25-30-ական թվականների ֆրանսիական մամուլը արվեստաբանական եւ դուք անընդհատ կհանդիպեք այս անվանը, որևէ ցուցահանդեսում մասնակցելու առումով, որևէ հարցազրույցում, որևէ ինչ-որ իրադարձային ինչ-որ հանդիպման մասին, անընդհատ դուք այս անունը կտեսնեք տարբեր արվեստին նվիրված պարբերականներում եւ ամսագրերում։ Սա իր խոսքերն են։ Ինչը քիչ չէ։ Ինչը քիչ չէ։ Եվ հիմա էլ ասենք Թանգարանը, որ արդեն 40 տարի գոյություն ունի, շնորհիվ իմ տատիկի Մանիկ Մկրտչյանի, նա հիմնադրեց եւ մոտ 1.5 ամիս անց մահացավ, եւ նա մեծագույն երազանքներ ունենալ Թանգարան, ստեղծել Թանգարան։ Թանգարանի այս 40 տարիների գործունեության արդյունքում է կարծում եմ, որ այսօր արդեն շատ են սկսել խոսել եւ գրել եւ ներկայացնել Քոչարին, որովհետեւ առանց այդ հանդիպումների, առանց այդ մարդկանց ներգրավելու, առանց այդ ամենօրյա աշխատանքի եւ անհնար էր ստանալ որևէ արդյունք։ Այնպես որ ինչպես Երվանդ Քոչարի կենսագրականն է հիմնական 3 մասերի բաժանվում, մեր զրույցն էլ փորձեցինք 3 մասի բաժանել, մեկը դա իհարկե Վրաստանի կարևոր իրադարձություններ, հուշատախտակի բացումը, մյուսը ընդհանրապես վարպետի արժևորումը, գնահատումը մեր օրերում նաև եւ երրորդը իհարկե դա Թանգարանն է։ Դուք արդեն սկսեցիք շատ սահուն այդ թեման, շուրջ 40 տարի 4 տասնամյակ գործում է, որից գրեթե 10 տարին ձեր ղեկավարությամբ։ Եվ դուք խոսքում ասացիք, որ Քոչարի ինչ-որ չափով լավ չէին ճանաչում ժամանակին եւ դա ինֆորմացիայի պակասից էր, բարեբախտաբար այսօր այդպիսի խնդիր չունենք տեխնոլոգիայի զարգացման շրջանում եւ ինձ հետաքրքիր է այդ վերջին շրջանում Թանգարանը ինչ արդիականացման փուլեր է անցնում, ինչպես է նորովի ներկայանում, արդյոք աշխատանքները թվայնացվում են եւ ավելի հասանելի դառնում բոլոր նրանց համար, ովքեր հասանելիություն չունեն այցելելու Թանգարան, այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Գիտեք, իրականում կարծում եմ, որ Թանգարանում է մշակվում այն ռազմավարությունը, թե ինչպես հարահրճակել Քոչարի արվեստը աշխարհում եւ մեր արդեն վերջին տարիների այսպես մի բանով ենք առաջնորդվում վերադարձնել Քոչարին աշխարհին այս մոտեցումը եւ մեր ցանկացած միջոցառում, ցանկացած իրադարձություն, ցանկացած երեկո կամ ուղղված է միտված է դրան վերջերս կարծում եք բավարար ներկայացված չէ։ Չէ, իհարկե ոչ։ Եվ ընդհանրապես ինչքան էլ որ ներկայացված լիներ, երբեք չէր կարելի դրանով բավարարվել։ Դա իր հերթին, բայց իհարկե անասելի շատ անելիք կա եւ կան այդ առաջին քայլերը նրան արժևորելու համաշխարհային միջավայրում կան, բայց դրանք պետք է անդադար շարունակվեն, որտեղ որ պահին որ դրանք կանգ առան, մենք նորից պետք է զրոյից վերադառնանք սկզբնակետից պետք է սկսենք։ Այնպես որ սա շատ կարեւոր է չդանդաղել եւ շարունակել այդ process-ը, այդ առաջ մղումը այս արվեստագետի, քանի որ կարծում եմ Հայաստանը լիովին կարող է համաշխարհային մշակույթում ներկայանալ այս արվեստագետի անվամբ եւ սա բրենդային կերպար կարող է հանդիսանալ ընդհանրապես Հայաստանի համար եւ մեր ճիշտ ռազմավարության դեպքում պետության եւ Թանգարանի մենք իսկապես կարող ենք պարտորեն ներկայանալ աշխարհին։ Գիտեք, Քոչարի չափը նաեւ այսպեսի մի միտք ասեմ, որ շատ տեսանելի է, երբ նրան համեմատում ես իր ժամանակի մեջ ստեղծագործած մեծ արվեստագետների հետ։ Այդ ժամանակ ես ընկալում եւ տարբերությունը, եւ առավելությունը, եւ նրանց ինչ-որ առանձնահատկությունները, եւ Քոչարի մասշտաբը ակնհայտ է դառնում այդ պահերին։ Մեր երկրում ցավոք մեր հարությունը նրան դեռևս ճանաչում է միայն որպես ասացի դարձի արձանի հեղինակ։ Եվ անչափ մենք փորձում ենք ամեն այցելուի հետ աշխատանքով եւ անաստելի ուրախանում ենք, երբ նրանց աչքերում տեսնում ենք այդ կայծը, երբ նրանք մեծ հպարտության զգացում են ապրում ու մեծ զարմանք, երբ հայտնաբերում են Թանգարանում ոչ միայն իրենց ծանոթ եւ ապաշտելի ասացի դարձի հեղինակին, այլ նաեւ նորարարի, ինչպես ասեցիք, նաեւ գրաֆիկայի մեծ վարպետի, քանդակագործի եւ իհարկե Քոչարը ստեղծեց նոր ուղղություն արվեստում, տարածական նկարչությունը, դա Փարիզում է տեղի ունեցել 1926-27 թվականներին, ունեցել է անհատական ցուցահանդես հենց Փարիզում ներկայացնելով իր տարածական գործերը
Եվ ես էլի ժամանակային մի հատ բան անցնեմ, իսկ այս տարի նույնպես եղավ արդեն 3 խոշոր իրադարձություն, առաջինը Փարիզում բացվեց մի ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին այդ նոր տարածանկարները, որոնք եւ 28 թվականին իրականում 28-ին ներկայացված չէին, 28-ին 15-20 տարածական նկար են ներկայացվել, այս ցուցահանդեսին ներկայացվեցին 29-ից 31 թվականներին ստեղծած իր գործերը, բայց դրանք մենք տեսնում էինք առաջին անգամ իրականում։ Կար դրանց սև-սպիտակ լուսանկարները, մենք նույնիսկ գրքերում ենք տպագրել այդ սև-սպիտակ լուսանկարները, բարձրացակ չիմանալով դրանց գունային տարբերակների մասին կամ որտեղ են գտնվում դրանց բնօրինակները։ Եվ այս տարի փետրվարին Փարիզում բացվեց մի շատ գեղեցիկ հրաշալի ցուցադրություն, որտեղ ներկայացված էին այդ աշխատանքներից մի քանիսը։ Եվ նաև հրատարակվեց գիրք, առաջին անգամ ծանոթագրվեցին, ինչպես հիշում եք, Լեոնս Ռոզենբերգի նամակները ուղղված Քոչարին։ Այս շատ անասելի լուրջ եւ կարեւոր իրադարձություն էր եւ Քոչարի ճակատագրում եւ թանգարանի եւ ընդհանրապես մեր կարծում եմ պետության նույնպես, որովհետեւ այս արվեստագետի արժևորման ուղին արդեն սկսեց շարունակվել։ Հաջորդ կարևոր իրադարձությունը դա Սորբոնի համալսարանում իմ դասախոսությունն էր, որ էլի կարողացանք իրականացնել մայիս ամսին։ Շնորհիվ մի շատ հրաշալի երիտասարդի, որ սովորում է Սորբոնում եւ իր այս պաշտամունքի պատճառով կամ դրա իշարունակություն դրա մենք կարողացանք այդ իրականացնել այդ դասախոսությունը, որը Ղղացյան կարողացավ իր դասախոսին ներկայացնել, նաքսենյակ վերցրեցին եւ մեծ հիացմունքով սպասում էին, ներգրավեցին մասնակիցների եւ ֆրանսիացի եւ հայ ուսանողների եւ մենք ձեռք բերեցինք թանգարանի մի շարք նոր բարեկամներ եւ երրորդ էս ուշատախտակի իրականացումներ այս տարվա 3 կարևոր ձեռքբերումները կարծում եմ, որոնք էլի ոնց որ շարունակական թանգարանի հետևողական աշխատանքի արդյունքն են։ Իսկ մեր ցուցադրությունները մենք փորձում ենք արդեն ժամանակին համահունչ կազմակերպել, որքան էլ որ դասական նկարների ներկայացումը մշտապես մնալու է եւ դա է նաեւ գիտական հիմնական ցուցադրությունների ստեղծման սկզբնաղբյուրը, բայց մենք բոլոր դեպքերում փորձում ենք նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպել նոր ցուցադրություններ։ Ասացիք, որ վերջին շրջանում այդ ձեռքբերումները, այդ հաջողությունները իհարկե արժևորում են եւ ավելի հասանելի են դարձնում ժառանգությունը վարպետի, իսկ եթե չեմ սխալվում 1979 թվականին է մահացել, այսինքն մոտ 45 տարի անցել մահից, կասեք նոր բացահայտումներ դեռ կան, այսինքն հայտնաբերվում են նոր գործեր կամ կենսագրական ինչ-որ մանրամասներ, որ մինչ այդ հայտնի չէր անգամ ընտանիքի անդամներին։ Այո, ամեն տարի դա տեղի է ունենում։ Եվ ցուցադրությունը համալրվում է։ Ցուցադրությունը չի համալրվում, որովհետև անձնական կամ սեփական հավաքածուներից համալրվում է տեղեկատվական շտեմարան, այդպես ասենք, բայց ցուցադրությունը ցավոք չի համալրվում։ Ոչ մի տեղից չի հայտնաբերվում նոր աշխատանքներ։ Եթե անգամ հայտնվում են այդ աշխատանքները, դրանք կահուկցիոններում են հայտնվում, որոնք սարսափելի բարձր գներ ունեն։ Այս պատճառները շատ են։ Եղել են նման նախադեպեր։ Այո, ասում եմ, ամեն տարի չի լինում մի տարի, որ մենք նոր ստեղծագործություն չհայտնաբերենք։ Լինում են նաև շատ կեղծ ստեղծագործություններ, դա էլ Քոչարին փորձում են, այո, փորձում են եւ հաղուց։ Դա էլ ենք հայտնաբերում։ Բայց ինձ համար շատ հաճելի է, որ ամեն անգամ մտնելուց։ Իսկ դուք հետամուտ լինում եք այդ կեղծարարությանը։ Հավաքում ենք։ Անընդհատ մենք հավաքում ենք դրանց մասին ինֆորմացիան, որովհետև երբ դրանք նաև հատկություն ունեն ժամանակ նորից հայտնվելու եւ մենք հավաքագրում ենք, ֆիքսում ենք, դա արդեն Բայց եթե դուք չեք տեսել, այսինքն ուղղակի գիտեք, որ նման աշխատանք չի եղել, թե դա կողք է։ Բաներ կան, որոշ ձեռագիր կա արվեստագետի, որ պարտադիր չի որ դուք տեսնեք։ Իհարկե միշտ ասում են, որ բնօրինակը տեսնել պարտադիր է, բայց դեպքեր կան, ես դրանց մասին եմ ասում, որ տեսնել պարտադիր չի։ Դա կենքան ակնհայտ են, նրա Քոչարի մտածողությունից հեռու, նրա ձեռագրին ոչ բնորոշ, շատ պահեր կան, որոնցով մենք հասկանում ենք, որ դա բնօրինակ չի, 100%-ով։
բայց ես ավելի այսպես ասեմ, չկա մի դեպք, որ մենք մտնենք այդ ինտերնետային փնտրտուքի տարածք ու ինչ որ մի նոր ինֆորմացիա չհայտնաբերեն կամ ինչ որ նոր ցուցահանդեսի մասին կամ ինչ որ նոր թերթաթվայնացվում, ասենք Փարիզի գրադարանում ազգային ու դա տեղադրվում արդեն ինտերնետում, մենք դրա մասին իմանում ենք։ Այսինքն ժամանակ երբ որ այդ փնտրտուքը իրականացնում ենք, մենք գտնում ենք մի նոր փաստաթուղթ, մի նոր ցուցահանդեսի մասին վկայություն կամ էլ աուկցիոներում մի նոր աշխատանք։ Տիկին Քոչար, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես գիտեմ, որ այս զրույցը եւ այս թեման անսպառ է։ Մենք շատ հարցերի չանդրադարձանք, որպես ժառանգորդ, կարծում եմ, այս դեպքում, ինչպես եւ շատ թանգարաններում, որտեղ ժառանգներն են ղեկավարում թանգարանը դրանից միայն շահում է, կա սրտացավություն, կա շարունակականությունը պահպանելու անհաղթահարելի ցանկություն, որը գրեթե երևի կամ գուցե ավելի քիչ կլիներ, եթե մարդը ուղղակի լիներ պրոֆեսիոնալ իր գործի, բայց ոչ շարունակող այդ գծի։ Շնորհակալություն դեր արժևորման համար, անչափ մերսի։ Մենք ենք շնորհակալ եւ կարծում եմ այն ծրագրերը, որ կիրականանան, կդառնան մեր հանդիպման նոր առիթ։ Այո, հրավիրում եմ բոլորին, նոր բացահայտումների, մերսի։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել ենք Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին։